Փառք Նժդեհին։ Մեր այս բազմահազար տարվա կյանքի մեջ պատմության մեջ մենք իհարկե հերթական, այնպես չի որ սա բացառություն էր, բայց ամենածանր ստորացուցիչ ժամանակներն ենք ապրում։ Նման կերպ մեզ ստորացրել են բոլշևիկները, երբ որ գլխատեցին, ոչնչացրեցին պետությունը եւ մեզ պարտադրեցին այն ինչ որ թուրքերը ցանկանում էին։ Խլեցին մեզնից մեր ամեն ինչը եւ պարտադրեցին լուր համակերպվել եւ գլխատելով ազգային հերոսներին, դիմադրողներին, ջարդելով, փշրելով, վտարելով, բայց եւ այն ժամանակ պետությունը գլուխ չուներ։ Այսինքն պետություն էլ չկար։ Բայց հիմա պետությունը գլուխ ունի, բայց էլի վարվում են նույն կերպ։ Այսինքն պետության գլուխը ծառայում է դրանց։ Սա ամոթալի երևույթ է։ Եվ առավել ամոթալի է, որ հերթական անգամ Ամերիկայի նախագահը, ասենք, Նիկոլին չի հիշում անունը։ Այսինքն, գիտեք, ես որքան էլ Թրամփին համարում եմ, իսկապես ինքը անլուրջ մարդ է, ես չեմ կարող ուրիշ կերպ ասել, որքան էլ գտնում եմ, որ Ամերիկան թիվ 1 պետությունն է աշխարհի, բայց իր ղեկավարը այս պահին խեղկադակ է, ծաղրացու էլ չի, խեղկադակ է, ապուշ է։ Բայց եթե Ամերիկան գտնում է, որ այդ ապուշին պետք է հիմա օգտագործի ու օգտագործում է, ուրեմն ինչ-որ մի հաշվարկ ունի այս ապուշի վրով, որ պահին որ կասես տեսություն։ Բայց որքան էլ որ Թրամփը ապուշ է, բայց Իլհամի անունը հիշում է, չէ՞։ Այսինքն, եթե ինքը ուզում է ինչ-որ մի բան հիշել, հիշում է։ Նիկոլի դեպքում չի ուզում հիշի, չի կարևորում։ Այսինքն չի տպավորվում։ Հասկանու՞մ եք, նորից հերթական անգամ Իլհամին ասեց, էս ուր է, ոսոր ասեց թայը դուր է։ Հասկանում եք։ Բարեկամը երկրացի արդեն այնպես տպավորություն է, որ որտեղ Իլհամը պետք է Նիկոլը հետը լինի, մարդու կնիկ են, ինչ են։ Ես սրանց անուն դրել եմ շորն ու շորշորը։ Չգիտեմ, իմ սերնդակիցները տեսած համր ֆիլմ է, հայկական, կոմեդիա է, էլի, որ տեսնեք, շատ հետաքրքիր, շատ Չապլինի ժամանակների ֆիլմ է, շատ լավն է։ Խորհուրդ կտամ տեսեք եւ շորն ու շորշորը որ տեսնեք, իսկը Իլհամն ու Նիկոլն են։ Հասկանում եք։ Անկամ այդ ԱՊՀ երկրների այդ որ գնացել են, էլի ով Իլհամին տեսնում է, եթե Նիկոլը կողքին չի, ոնց որ ասեն, բայ սուրա թայետ։ Ոնց որ ընտանիքին հրավիրած լինեն միտեղ, ասենք ամուսինը գնա կնոջ չտանի ու հարցեն ասեն, բայ սուրա։ Այդ կարգի կապել են Իլհամին Նիկոլին։ Այսինքն Նիկոլին են կապել Իլհամին։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը պատահաբար չէ որ նա հասկանում է որ եթե մի մարդ չի ուզում իր գերիների մասին խոսի, երբ որ ասում է գերիներին չենք պահանջում, այսինքն ինքը գտնում է որ այդ գերի չի, դա հանցագործ է։ Իսկ ով էլ գերության մեջ չի այդ տղերքի օրինակով ծառայել է հայոց բանակում եւ պաշտպանել է Արցախը, նրանք էլ են հանցագործ։ Ուղղակի ժամանակավոր ազատության մեջ են, հիշեք։ Երկրապահի տղերք եւ առհասարակ այն մարդը ով զենք է վերցրել ու տրվել է Թուրքի դեմ, իմացեք դուք Նիկոլի մոտ հաշվառված եք որպես հանցագործ ժամանակավոր ազատության մեջ, որ պահին իրեն դեմ խոսեցիք, Ալիևն ասել է ուղարկի մոտս դա ռազմական հանցագործ է, որ քեզ չխանգարեն։ Ուրեմն տպավորությունս այնպիսին է, որ ես ուզում եմ նաև այս Ալիևի ազդեցությունը Նիկոլի վրա ես մի անգամ խոսել եմ, չէ, Կիլդի մուլտֆիլմերից, որտեղ ստորացվում էր ադրբեջանցի զինվորը, նաև Իլհամը, չէ, եւ այնտեղ մի տարօրինակ փափախ կար գլխին դրած այդ զինվորի, չէ, հիշում եք։ Ես այս վերջերս մինչև Պանիկովսկու ես գլխարկ դնելը, ես որ հիմա Պանիկովսկու ցիլինդրին է դնում, չէ, սա գողացողի գլխարկից է դնում հիմա։ Դրանից առաջ ինքը դնում էր այդ թուրքի փափախը։ Եվ դա այդ Կիլդի մուլտֆիլմի ադրբեջանցի զինվորի գլխի այդ նույն գլխարկի տեսքն ուներ, այն որ այդ մուլտֆիլմի մեջ նկարագրել են, որով ստորացնում էին զինվորին։ Եվ այն ամռան կեսին է որ կարճ թևով բաճկոնը որ հագնում էր, ու հանգարց այդ գլխարկը որ դա իր հետ պետք է գլխարկը չդրվի, էլի, այդ թուրքի փափաղը։ Ես հասկանում եմ որ դա Ալիևն էր պարտադրում։ Եթե մենք մուլտով ենք ծաղրել իրեն զինվորին, ինքը մեր գերագույն գլխավոր հրամանատարի, վայ գերագույն գլխավոր, հենց անմիջապես կենթանի ծաղրում է, ինքն էր պարտադրում։ Ես համոզված եմ որ ինքն էր պարտադրում, որ Նիկոլը այդ գլխարկը կրի։ Ոչ թե հայ զինվոր, այլ հենց Նիկոլը։ Եթե մենք զինվորին ենք ծաղրել,
ինքը Նիկոլին էր պարտադրում, որ այդ գլխարկը կրի։ Թե չէ Նիկոլը ոչ մի անգամ նման գլխարկ չի կրել։ Հետնել է շոկին կրակին։ Չէ, ամառն ուրիշ գլխարկ են կրում։ Այս կարգի Իլհամը ազդեցություն ունի Նիկոլի վրա։ Եվ աշխարհը դա տեսնում է։ Ես ձեզ չտվա, որ բանը Ամերիկայի նախագահ Իլհամին հիշում է, սրան չի հիշում, դա հենց վերաբերմունք է Հայաստանի ղեկավարի նկատմամբ։ Ու եթե հանկարծ նիկոլականները դա լավ չեն պատկերացնում, մտածում են, որ ասենք Նիկոլը գնացել էր այնտեղ, այս մարդը գնացել մոտեցել, ասում է ես ինքնա այն թութակի ինքնախոստովանությունն է, ասում է ես բան Նիկոլն եմ, էլի, ես եմ փչացածն եմ, էլի, ինձ մի ասա Իլհամի թայ, գործընկեր, Իլհամի տղա կամ հետի մարդ։ Չէ, ժորդ։ Իրեն լուրջ չեն վերաբերվում։ Ոչ ԱՊՀ-ում, ոչ ԵԱՏՄ-ում, ոչ ՀԱՊԿ-ում, ոչ Ամերիկայում, ոչ Եվրոպայում։ Մարդը հրաժարվում է հայկական տարածքներից, մշակութային ժառանգությունից, որ Ալիևն ինչ ուզում է անի, գերիներից։ Դա մենակ անիկնասեր բութը, ասենք, կարա դա չտեսնի։ Այսինքն նիկոլականը։ Եվ խոսքի ընթացքում ես ուզում եմ անդառնալ այս շորի պատմությունից ենկում Ռուսաստանի հետ կապված, այս ակտիվացումների հետ կապված, ես որքան եթեր եմ անում, մտածում են, ասենք, ես ուզում եմ իրոք բան խառնեմ իրար, ժողովուրդ։ Հիշեք 300 տարվա մեջ մի դեպք, երբ որ ռուսը մի լավ բան է արել մեր համար։ Չկա։ Նույնիսկ առաջի համաշխարհայինից հետո, երբ որ արևմուտքը մեզ պետություն ճանաչեց, տարածքներ գծեց, էլի այդ նույն ռուսն եկավ, այն ռուսը, որ մինչև բոլշևիկների գալը 22 ռուս-թուրքական պատերազմ է տեղի ունեցել, կարծեմ, որից 8-ը թուրքերն են հաղթել, չգիտեմ 9 թե 10 ռուսներն են հաղթել, այդտեղ մի քանի հատ ոչ ոքի է եղել, ինչ է եղել, չգիտեմ։ Ու հանկարծ բոլշևիկներն եկան ու կտրուկ թուրքերն ու ռուսները դարձան աղբեր ու սկսեցին ու մեր սկսվեց մեր սև օրերը, ու մինչև օրս։ Ու եթե դուք հանկարծ մտածում եք, որ ռուսը մեր համար լավ բան է պահել, սխալվում եք։ Մենք իրամ, ես միշտ ասել եմ, մատաղացու գառն եմ։ Գառն ենք դարել։ Մարդը, որ մատաղացու գառ է պահում, չէ, ասենք մեկին որ ցետել, ասում է, «Էսի բայլեմ երեխեն բանագից կա կամ առողջանա, մատաղ եմ անելու»։ Այդ գառան մոտ խոսում է այդ մարդը։ Առանձին կերակրում է, գարի է տալի, գլուխ շոյում է։ Այդ գառը լսում է, բայց չի հասկանում, որ իրեն մատաղացու գառի տեղ են դրել, պետք է մորտեն։ Բայց Պուտինը ուղիղ մեզ ասում է։ Ինքն ասում է, որ իմ ու Ալիևի շահերը համընկնում է։ Պուտինն ասում է, եթե դուք չզիջեք, անդառնալու ծանր կորուստներ կունենաք։ Հասկանում եք, մեզ ուղիղ ասում է, մեզ ասում է, որ Արցախը դա Ադրբեջան է։ Նիկոլին ասում է, դու դեռ փաստաթղթեր ունես ցավոտ ստորագրելու, այսինքն ինքը նախատեսած բաներ ունի, ոնց որ մարդը մատաղն է նախատեսում մորթի։ Ասենք ոնց կարող ենք մենք այսքանը լսենք ու մեզ դնենք մատաղացու գառի տեղ։ Ցույց տանք, որ ոչ լսել ենք կամ լսել ենք չենք հասկացել։ Ես ուղղակի ուզում եմ, որ դուք սա հասկանաք։ Ու այն ինչ որ Ալիևն անում է, ռուսներն են մեր ոտքերը կապում, այդ գառանը, որ պետք է Ալիևը մորթի, ռուսը պետք է կապի մեր ոտքերը, որ Ալիևը մորթի, եթե իրենց հաջողվի։ Տեսակ այդ ջերմությունը, ես որ ասում եմ, ռուսների եւ թուրքերի շահերը համընկնում են մեր հարցերում, կարող է ուրիշ տեղ թեմաներ լինի, իրար հետ վիճեն, բայց հայկական հարցի շուրջ իրենց շահերը համընկնում են, մարդիկ վերան ասում են, իրար գրգում են, համբյուրում են, կապ չունի մարդ սպաներեց, մեռավ գնաց, շահ ունեն իրենք։ Թքած ունեն այդ մարդկաց կյանքի վրա։ Դե մեր կյանքի վրա էլ չասեմ։ Ուղղակի պետք է դուրս գալ թե ռուսի, թե թուրքի ազդեցությունից։ Պետք է դուրս գալ։ Եթե նորմալ ղեկավար ունենանք, հաստատ մեր հետ այսպես չեն վարվի։ Մենք չունենք այդ ղեկավարը։ Նա միշտ պաշտպանում է։ Նիկոլը չկա մի տեղ, որ չպաշտպանի Ադրբեջանի շահը։ Մեր շահը երբեք չի պաշտպանվել։ Եթե հրաժարվում է գերիներից, Արցախից, Արարատից, ցեղասպանությունից, հասկանում եք, այդքան բաներից հրաժարվողը դա ամբողջը թուրքական շահ է։ Ու սա չհասկանալ, ու չհասկանալ ռուսի ցանկությունը, ուրեմն մենք իսկապես մատաղացու գառ ենք նման։ Մենք մեր կռիվը տալու ենք։ Մոդենում է այդ պահը։ Տես անտարբեր չմնաս։ Մնա խաղաղությամբ։